Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ երգահան հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Զորիկյան։ Ողջույն Հերմեն ջան, ողջունում եմ քեզ եւ բոլոր մեր հայերին, ովքեր գուցե այս պահին երկիր մոլորակի տարբեր տեղերից հետևում են մեր այս զրույցին։ Ուզում եմ զրույցը սկսենք նրանից, որ տեսակետ կա հայտնի, որ արվեստագետները միշտ շատ ավելին են տեսնում, շատ ավելին են զգում, ավելի խորն են ապրում ամեն ինչ։ Վերջին շրջանում հատկապես այսպես տարօրինակ է, որ քաղաքականությունից պիտի խոսենք, բայց ամենատարբեր վայր ու վերումների մեջ պետության մեջ մի քանի կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, հատկապես եթե վերջին շրջանին անդրադառնանք, պարոն Զորիկյան, ինչ եք տեսնում, ինչ եք զգում, ուր է գնում Հայաստանը, արդյոք ճիշտ ճանապարհին է, հաշվի առնելով վերջին իրադարձությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, այստեղ էր պետական այցով Ֆրանսիայի նախագահը, հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թվում է թե սրանք սովորական իրադարձություններ են, բայց հիշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում նման իրադարձություններ շատ չեն եղել։ Հիմա հասկանանք ինչ է կատարվում ձեր տեսակետից նաև, ինչ եք զգում, ինչ եք տեսնում, ուր է գնում Հայաստանը, որտեղ է։ Կարծում եմ Հայաստանը շատ ճիշտ տեղ է գնում, այս ամեն ինչը պիտի կատարվեր 1990 հռչակագրից հետո անկախության։ Այսինքն իմ կարծիքով, երբ սեփական բակում գայլ ես պահում, ու մի պահ դուռը բացվում է, երբ գայլը փորձում է ճողոպրել այդ, ասենք վանդակ, հա, մի խոսքով, պարիսպից, ու դու հետևից միս ես ցույց տալիս, ինքը չի վերադառնում այդ միսը վերցնելու։ Բա ինչ է տեղի ունենում։ Ինքը դուրս է գալիս, ես ասի, երբ դարպասը բացվում, այսինքն դուրս գալու, ելքի դուռ է բացվում։ Ինքը փախչում է ու փախչում է դեպի անտառ, դեպի ազատություն, դեպի մեր անկախություն ասածը, հա։ Հիմա մենք այդ գայլն ենք։ Այո, մենք հիմա հերթական անգամ նման մի խայծ են առաջարկելու, որ վերադարձեք վանդակ, չէ՞ որ այստեղ ապահով է, չէ՞ որ այստեղ ձեզ ժամանակին կերակրամանում կեր է հայտնվում, ջրամանում ջուր եւ այլն։ Իհարկե ավելի խիստ այսպիսին էր Խորհրդային Միությունը։ Բայց ինչ եղավ, Խորհրդային Միությունից փաստացի ոչ թե մենք անկախացանք, այլ Խորհրդային Միությունը անկախացավ հանրապետություններից, այն էլ գրեթե մի քանի օրերի տարբերությամբ կազմեցին մի նոր պայմանագիր, այսինքն անվանումը փոխվեց։ Ուրիշ ոչինչ չփոխվեց։ Այնինչ եթե հանրապետությունները անկախանային Խորհրդային Միությունից, այդ ասենք ռուսական կայսրությունից, հա, որտեղ ի վերջո Խորհրդային Միություն այս ամբողջ կոնգլոմերատներ, բոլոր հանրապետությունների։ Ուրեմն դրանից հետո այդ անկախ պետությունների этаպը հասվածը պիտի լիներ ընդդեմ Ռուսաստանի, որ պաշտպանվեին Ռուսաստանի հարձակումներից։ Որտեղ երբ արջի վանդակից ուզում ես դուրս գալ, այս դեպքում արդեն մարդը եթե հայտնվել է վանդակում, արջը թաթը գցում ու կամ թևդ է տանում, կամ Աստվածաշանի գլուխդ պոկի տանի։ Բայց այն ժամանակ չարվեց։ Ինչևէ, համարենք, որ շատ զգուշավոր են եղել, որ մենք իրավունք չունենք, մենք այն ազգը չենք, այն ժողովուրդը չենք, այն քանակը չենք, որ ինչ որ ռիսկերի գնանք, հա։ Բայց այդ ռիսկերին գնացինք մեկ այլ ահավոր մեծ ռիսկի։ Ինչը նկատի ունեք, պարոն Զորիկյան։ Նկատի ունեմ Արցախի ազատագրումը։ Ահավոր զոհաբերություններով, որովհետև գիտես ինչ, ինձ թվում էր անկախանալուց հետո ինձ թվում էր, որ երևի մենակ մեր սերունդն էր, որ առանց պապ է մեծացել։ Մեր սերունդը պապ չի տեսել։ Գրեթե բոլորը կամ գոնե մեկը զոհվել են այդ մեծ հայրենական պատերազմ անվանվող երկրորդ համաշխարհայինի ընթացքում, հա։ Բայց չէ որ նույն Արցախյանի ժամանակ ինչ որ մեկը պապին կորցրեց, ինչ որ մեկը պապային, ոմանք զավակներին ու թոռներին։
Լավ, սա դիտենք որպես դրական բան։ Ոգեշնչվեցինք, վերջապես կարող ենք ինչ-որ բան անել։ Դե արեցիք, ամրագրեիք փաստաթղթով։ Ամրագրեիք, հաղթանակած կողմ էինք, ամրագրեինք, ասենց ասեմ, հա, որ չասեն ինչ-որ։ Չէ՞ որ այսօր, երբ Ադրբեջանից ինչ-որ հողորտումներ ենք լսում, ասում ենք, դե հաղթանակած կողմը թելադրումը։ Մենք ինչու չենք թելադրում։ Իսկ ինչու այդ գիտակցումը չկար մեր մոտ որպես հաղթած կողմ։ Շատ ճիշտ եք ասում։ Օդում կախված ամենակարևոր հարցը ինչու՞ չէ։ Այ նույն գայլին վերադառնանք, հա։ Այդ գայլը երբ որ այդ միսը պոկում է մեկից, ինքը այդ մսի համար կռիվ է տալիս ու պահում է։ Կամ կուլ է տալիս, իր խնդիրը լուծում է։ Իսկ երբ որ շանդեմը միս ես դնում, հետո ասում ես ֆու, չի կարելի չուտել, ու շունը չի ուտում։ Հետո ասում ես կեր, ինքը ուտում է։ Ու ցանկացած հրամանի վերջը կատարում է, հա, պարկել, կանգնել, առաջ, հետ։ Կարծում եմ պատճառը նույնն էր։ Այսինքն այնքան այսպես ասած մեր շնորհը չէր, ինչքան դա պետք էր նույն Ռուսաստանի։ Այսինքն Չէ՞ որ Ադրբեջանը ռեալ անկախանում էր։ Չէ՞ որ ռուսական գաղտնի ծառայությունները համոզված են, որ գիտեին, նախապես գիտեին, որ այս հանրապետությունները, որ անկախանան, այս ինչ հանրապետություն, այս խնդիրն ունենալու, այս ինչը արդեն լուծել է, ասենք նավթ ու գազ ունի, նույն British Petroleum-ի հետ, նկատի ունեմ կոնկրետ Ադրբեջանը։ Համոզված են, որ գիտեին։ Ու այդ ժամանակ այդ խայծը վերցնում են եւ դնում են մրցակցի տալիս են մրցակցին, հա, քոննա, հիմա քոննա։ Բայց մենք հայերս կարծում եմ խելոք ենք։ Պիտի ավելի շուտ հասկանայինք, գուցե հասկացել էինք։ Երևի հիմա սկսում եմ արդարացնել, հա, ամեն ինչ, արդարանալ, որովհետև հակառակ դեպքում ստացվում է, որ այդքան էլ խելոք չէինք, որ ցանկացած խայծ կուլ տվեցինք էլի։ Հուսում այսօր կհասկանանք, որ այդ նույն խայծը երբ դնում են քո առջև չպիտի վերցնես։ Պարոն Զորիկյան, տեսեք շատ հետաքրքիր կետում ավարտեցիք ձեր խոսքը։ Հիմա այսօր երբ հաշված օրեր են մնացել ընտրություններին, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնք որոշները անվանում են մեր պատմության, մեր իրականության ամենակարևոր ընտրություններից մեկը, նախ կուզենամ հասկանալ, դուք կիսում եք այդ մոտեցումը թե չէ, եւ այս ընտրություններին կան հստակ քաղաքական ուժեր, դերակատարներ, ընդհանուր դրսից եկած օլիգարխ Սամվել Կարապետյանը, որոնք ձեր ասած այդ վերադարձին են, այսպես ասած, համոզում են ժողովրդին, որ ճիշտը դա է։ Գայլին ասում են, որ այս միսը եթե դու չուտես, ազատության մեջ սոված ես մնալու, քո համար վատ է լինելու։ Այստեղ վանդակում քո համար առնվազն ապահով է քեզ, այլ գիշատիչներ չեն հետապնդում։ Եթե վանդակից դուրս գաս, քեզ կուտեն, կխեղդեն, գիտեք, այդ հայտնի թեզերը, որ մենք ենք ձեր փրկիչը։ Հիմա վանդակում ապահով է եւ այս առաջարկը վանդակ վերադառնալու մասին։ Նույն նախկին նախագահները իրենց ուժերով, սատելիտներով, հիմա այդ խոսույթն է, որ մեզ երաշխավոր է պետք, մեզ, այսպես ասած, փրկիչ է պետք։ Ինչ եք կարծում, այդ գայլը կգայթակղվի։ Եկ համեմատենք, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության օրոք, հետո Ռոբերտ Քոչարյանի կառավարության օրոք, նախագահության, հա, հետո Սերժ Սարգսյանի եւ այժմ Նիկոլ Փաշինյանի։ Ինչու առաջի 3 նախագահների օրոք որևէ տեղից, իհարկե գիտենք, որ եթե ինչ-որ բան ուղարկում են, Ռուսաստանից են ուղարկում, հա, որևէ տեղից չէր գալի այդ օլիգարխը։ Հետաքրքիր հարց է։ Իսկ հիմա գալիս է։ Ուղարկում են։ Այն ժամանակ չէին ուղարկում։ Լավ, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք այդ օլիգարխիան դեռ չէր ձևավորվել։ Բայց Ռոբերտ Քոչարյանի օրոք չէ, որ ձևավորվեց երկիրը թալանելով, երկրի քաղաքացուն թալանելով, իմ ընտանիքից կոնկրետ մեր ամբողջ ունեցվածքը թալանել են, տարել են։
Քոչարյանի իշխանության տակ։ Այս ամեն ինչի վրա չենք սևեռվելու, բայց ուզում եմ ասեմ, ես ներսից գիտեմ։ Մենք բնակվում ենք Հյուսիսային Պողոտայի տարածքում, հսկայական տուն ու հող ունենք։ Երկու բառով ասեմ անցնեմ առաջ։ Մի քանի օր առաջ արհեստական բանականությանը հարցրեցի, եթե այսօր իմ հողը գտնում էր այսինչ հատվածում, այսինչ Երևան քաղաքի, այսքան քառակուսիով, շինությունների քառակուսին այսքան էր, նկարագրեցի ու ասացի, եթե այսօր վաճառվեր, ուղղակի ես ուզենայի վաճառել։ Ինչքան կարժենար։ Ասաց $2 միլիոն։ $2 միլիոն։ Վերջ, սրանով փակում եմ ես այս հարցը, չստացվի, որ առիթից օգտվեցի։ Բայց ինչի այն ժամանակ չէին ուղարկում։ Այդ օլիգարխիան ձևավորվեց, հիմա թալանեց ձևավորվեց, թե ազնիվ բիզնեսով զբաղվեցին, ձևավորեցին, բայց այդ ժամանակ էլ չուղարկեցին Ռուսաստանից։ Սերժի ժամանակ էլ Սարգսյանի չուղարկեցին։ Դե Սամվել Կարապետյանի եղբայրը, աշխատել կարիքը չկար։ Այն ում որ պիտի ուղարկեին, արդեն ուղարկել էին։ Այստեղ նստած էր նախագահականում ինքը։ Երբ նման կառույցներում բոլոր փաստաթղթերը մեկ օրինակ պարտադիր ռուսերեն պիտի թարգմանվեն, չէ՞ բոլորս հայ ենք, խելացի մարդիկ ենք։ Հասկանում ենք, չէ՞ որ դա համզաչիման չեն ուղարկում, որ կոնկրետ տեղ են ուղարկում։ Իսկ ինչը չներվեց Նիկոլ Փաշինյանին, պարոն Զորիկյան, մենք միջև Իսկ հիմա ինչու են ուղարկում։ Ես ուզում եմ անպայման շեշտել, որովհետև շատերը ասում են, որ Նիկոլն էլ դրածո, Կրեմլի դրածո։ Կարծում եմ, եթե Նիկոլը լիներ Կրեմլի դրածոն, օլիգարխին չէին ուղարկի, նախկիններին ոտի չէին հանի։ առնվազն Ոսա չկապեն ինչ-որ Թուրքիայի հետ, ինչ-որ այդ ամեն ինչ է այդ հեքիաթները, ով որ պատմում է, նույնիսկ իրենց թոռները չեն հավատում այդ հեքիաթներին, որովհետև հայ են, խելացի են։ Թուրքիա Ես կոչ եմ անում, բոլորը պապեր են երևի վաղուց, տարիքը նենց է, որ հերիք է ստեք, հերիք է նմանվեք Պուտինին, այդ երկրին, ստի կայսրությանը, չարիքի կայսրությանը, հիշեք, որ հայ եք, խելացի եք, խելոք եք, խելոք ոչ թե հնազանդ, այլ խելոք խելացի։ Ու վերջտեղեք այս խայտարակությանը։ Հիմա եզրափակեմ այդ համատությունը, որ արեցի։ Ստացվում է այն ժամանակ մենք չենք անկախացել, հռչակագիրը ունեցանք։ Ես այն ժամանակ իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ասեցի, որ յուրաքանչյուր հայ իր տան պատերից մեկի վրա պիտի ունենա այդ հռչակագրի կոպի կպցրած։ Բայց այսօր հասկանում ես, որ դա կոպեկի արժեք չուներ։ Որտեղ այդ հռչակագիրը եղավ, փաստացի։ Բայց եթե մենք անկախացած լինեինք, անմիջապես այդ օլիգարխին ուղարկելու էին Հայաստան։ Անմիջապես կոմունիստներին ոտի էին հանելու։ Անմիջապես ու մնացած բոլոր կառույցները ոտի էին կանգնելու ու թույլ չտային, որ դու անկախանաս։ Հիմա մենք անկախանում ենք, պարոն Զորիկյան։ Այո, դրա համար ուղարկում են։ Մենք այդ ճանապարհին ենք։ Այս պատճառով չի կարելի թույլ տալ, այսինքն պետք է ամեն ինչ անել, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթի այս ընտրությունների։ Որտեղ մնացած բոլոր ուժերը, այսպես թե այնպես, մեր բոլորիս ոտքերից կախված են ու թույլ չեն տալիս, որ մենք քայլենք առաջ։ Այ դրանից եմ վախենում։ Ու դրա համար եմ գոնե իմ ընկերներին, ծանոթներին, բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչում են ինձ։ Ուզում եմ կոչ անել, որ ընտրեն Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական ուժին։ Որովհետև այն ամեն ինչը, որ ասում են, որ իրենք անփորձ են, ասում են, որ թիմ չունեն, ես առաջի անգամ եմ տեսնում, որ կուսակցությունը թիմ ունենա։ Այն ժամանակ կար այդ դեմքը, լիդեր, հա, առաջի դեմքը։ Բայց ոչ թիմ կար, ոչ բան։ Մեծամասամբ ինքն էլ չէր խոսում, խոսնակն էր խոսում, որովհետև իրենք սովորաբար չեն էլ մի մասը հայերեն չգիտի, մի մասը
գիտի, բայց 5 րոպեից ավելի չի կարող խոսել, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եկել է մարդ, ով գիտի հայերեն։ Եկել է մարդ, ում թիմում յուրաքանչյուրը իր գործն է անում։ Եկել է մարդ, ով երբեք նախապես գլուխ չի գովում որևէ բան մտադրությունը կա, չգիտեմ, պայմանավորվածությունները կան, օրինակը կբերեմ հայկական Արբանյակի, ասենք։ Ինչ ենք հեռու գնում, վերջի հավաքը եվրոպական, հա։ Ով գիտեր նախորոք, կամ ու մտքով կանցներ նման մասշտաբ, նման ներկայացուցությամբ, հա։ Այսինքն սա էլ է շատ լավ ցուցանիշ, երբ մարդը ինչ եմ ես ասում, որովհետև շատ լավ հիշում եմ, որ սկզբում մեղադրում են, վերջերս արդեն այդ մի էջը թերթել են չեն մեղադրում, կոնկրետ Նիկոլին մեղադրում են պոպուլիզմի մեջ։ Հենց պոպուլիստն է գործը չարած բան անում։ Այն մարդը, ով գործը անում, ֆիքսում է, հետո ասում է ժողովուրդ, մենք սենց բան ենք արել, կամ ինչ-որ տեղից իմանում ենք։ Ռազմական շքերթը լավ, հա, որպես օրինակ։ Ում դրանից հետո հարցազրույցը լսում էի, բոլորը տղամարդիկ ասում են հուզվեցի, արդյունքը անկախ ինձնից գնաց։ Հիմա ես իրենց խոսքերը կրկնում եմ, ես էլ եմ հուզվում։ Ու այդ հուզմունքի պատճառներից մեկը ոչ թե նա է, որ ինչ լավ է մենք ոտքի ենք անում ու ժեղանում ենք, այլ նաև նա է, որ ինչ լավ է, որ գլուխ գովան չենք, որ մինչև թույլ տալը չենք, վեր թռնում, ուժեղ ենք, հզոր ենք, կամ չգիտեմ, տարածաշրջանի առաջի բանակն ենք, կան սերվի բանկեքով, բաներ կան, որ այնքան է ասվել, ամաչում ես նույնիսկ ասել, որտեղ կստացվի ուղղակի կրկնություն, հա։ Բայց այս ամեն ինչը մենք պիտի հասկանանք։ Ու հասկանալու համար մեզ հարկավոր չի, որ ինչ-որ մեկը գա համոզի։ Մենք մի բան պիտի հիշենք, հայ ենք, խելացի ենք։ Ամեն ինչ կատարվում է, ամեն ինչ ափի վրա է, ամեն ինչ կատարվում է մեր աչքի առաջ։ Եվ ընտրություններին մի քանի օր է մնացել։ Պարոն Զորիկյան, իսկ երբ վերջին օրերին նույն հայտնի ուժերը Ռուսաստանից եկած օլիգարխը, երկրորդ նախագահը, նրանց սատելիտ ուժերը, երբ պնդում են, որ եթե ուզում եք, որ Լարսում խնդիրներ չլինի, եթե ուզում եք, որ ձեր ելակը, լոլիկը, ջերմուկը Ռուսաստանի շուկայում կամ ԵԱՏՄ շուկայում վաճառվի անխոչնդոտ, ապա պիտի ընտրեք մեզ, եթե ընտրեք Նիկոլ Փաշինյանին, տնտեսական պատերազմ կսկսվի, դուք սոված կմնաք։ Նախ ինչպես հասկանալ նման հայտարարությունը։ Տպավորություն է, որ հենց կազմակերպիչները իրենք են։ Շամպես վարժեցնում են։ Այդ միսը ցույց են տալի, ռուսերեն ասում են սիձեց, եթե նստեց, միսը տալիս են, եթե չնստեց, միսը չեն տալիս։ Եթե ցույց է տալիս, ասում է սիձեց ռուսերեն ու չի նստում, այդ ժամանակ փայտնա գործադրվում։ Բայց երբ որ նստեց, գուցե պատահական, միսը տալիս են։ Ու այդ շունը հասկանում է, որ իր լոլիկի, չգիտեմ, ելակի Լարսի կամ որևէ մի բանի, ասում են ազատությունը, անկախությունը իր գինը ունի, այդ գինը պիտի տաս։ Այդ գինը մենք վաղուց տվել ենք։ Որն է այդ գինը։ Տվել ենք կրկնակի, քառակի, տասնապատիկ ենք տվել այդ գինը։ Այդ գինը մեր պապերը հաճախ ասում են, այսքան զոհ ենք տվել, հա, հայրենական պատերազմի ժամանակ։ 150,000, 300,000 վիրավոր ու անվերադարձ զոհեր են, հա, կոչվում այս մարդիկ։ Ինչ ենք անում։ Չէ՞ որ այն ժամանակ էլ էին ինչ-որ բաներ խոսք տվել, Արաքսի ծենկում։ Չէ՞ որ խոսք էին տվել, ով մոռացել է, ես կհիշեցնեմ։ Խոսքեր տվել նույն Կրեմլը։ Էլ որ այստեղ այնտեղ գլուխ են գովում, որ Սփյուռքը ակտիվ մասնակցություն ա ունեցել, տանկային դիվիզիա ձևավորել, փողերը հավաքել, ուղարկել, եւ չգիտեմ, ընդ Բեռլինում քոչարենք, ապարել։ Այդ ամեն ինչը անում են մի բանի համար, որովհետեւ խոսք էին տվել։ Արաքսի ծենկում ընկած մեր հողերը խոսք էին տվել։ Այդ Վիլսոնի պայմանագիր, որ ասվում է, այդ հողերի մասին է խոսքը։
ու այդ ռուսը չպետք է տար, ռուսը ընդամենը չպետք է խոչընդոտեր այդ անգամ գինը տվեցինք, դիմացը ոչինչ չստացանք։ Խաբեցին, մի բուռ ազգենք, կես բուռ դարձանք։ Ես երկրաֆիզիկոս եմ։ Ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած բնական երևույթ, երկրաշարժ, կայծակ, ամպրոպ անձրև ձյուն, ջրհեղեղ կարելի է արհեստական ձևով արթնացնել եւ իրագործել։ Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Կարծում եք 88 Ես չգիտեմ, բայց որ դա հնարավոր է, մենք կուրս ենք անցել։ Համալսարանում սովորելու ընթացքում, որ բոլոր այդ, այսինքն երկրաֆիզիկական մեթոդներ կան, որ արթնացնում են ընդերքը։ Արթնացնում են։ Գինը տվեցինք, դիմացը ոչինչ չստացանք։ Դիմացը ստանալիքը նույնն էր, անկախություն, ազատություն։ Այն ինչ հարյուրավոր տարիներ երազել են, մեր ապուպապերից սկսած։ Հետո Արցախյան պատերազմ, գինը տվեցինք, ոչինչ չստացանք։ 30 տարի ինչ արեցիք, հաղթանակած կողմ, անեիք։ Չէ որ մեր տղեկը ովքեր զոհվեցին, այդ հողերը գրավել էին, ոչ թե ազատագրել էին, գրավել էին։ Ու բերը դրել էին ձեր դեմը, որ դրա դիմաց ձեր լեզուները երկար լիներ, ու ձեր ձեռքը ուժեղ լիներ, որ որևէ բան ստորագրելիս, չստորագրելիս տեղ ունենայիք թելադրելու, բանեիք։ Արեցի։ Իհարկե ոչ, գինը տվեցինք, դիմացը ոչինչ չստացանք։ Հիմա հերթական անգամ է, այս ծես օլիգարխները ծիծաղել են, չէ՞։ Չէ՞ որ ծիծաղել էին։ Թե տեղացին, թե կալուգացին, ուղղակի ծիծաղել են։ Պարոն Զորիկյան, հայ ժողովուրդը, որը այդքան թանկ գին է վճարել եւ որոնք դուք մատների վրա նշում եք եւ անվերջ են։ Այսօր մենք էլ գին չունենք տալու։ Մենք տասնապատիկ վճարել ենք դրա գինը։ Էլ գին տալու չունենք։ Ոչ մատաղ անելու երեխեք ունենք։ Ոչ պապեր, ոչ էլ բոլոր առումներով այդ գները տրված է, այսօր ուղղակի պիտի պահանջատեր լինենք։ Վերջ մենք գնացինք։ Իսկ այդ Հիմա դա ոնց ընտրակաշառքները կասվի, կոպիտ ձևով կասվի, դուրը շղկացնելով կլինի, ամեն մեկը մի ձև անում։ Մեկը չել պատասխանում, ուղղակի շարունակում է քայլել այն ուղղությամբ, որ տնից դուրս էր եկել, պայմանական եմ ասում տուն, որովհետև ի վերջո 70 տարի այդ ընտանիքում ենք ապրել Խորհրդային Միության։ Չել շրջվում, չել պատասխանում հետևից ձայն տվողին, որովհետև խելացի է, որովհետև գիտի այդ կետից B կետը հասնելու համար պիտի դու գիծը քաշես ու գնաս։ ու նաև չվախենաս։ Նույնիսկ եթե քար եղավ, ոտիդ ինչ որ մեկը եկավ ուսով խփեց, ոչ թե պիտի կանգնես վիճաբանես իր հետ։ Սուսփուս պիտի ասես ներողություն ու շարունակես քայլել այդ ուղղությամբ։ Իսկ այդ վախեցնելու միտումը ո՞րն է, պարոն Զորիկյան, երբ մեզ անընդհատ փորձում են սպառնալ, որ մենք բթանանք վախից։ Բոլոր ամեն ինչ միտված է մեզ վանդակում պահելու։ Չէ՞ որ Պուտինը չէր թաքցնում, մարդը չի թաքցնում, մարդը բացահայտ ասում է, մեր խնդիրը Խորհրդային Միությունը վերականգնելն է։ Մենք ինչ ենք, խուլ ենք, հիմար ենք, չէ՞ որ լսում ենք, չէ՞ որ հասկանում ենք։ Հիմա հայտնի ուժերը, օլիգարխները, որոնց մասին մենք խոսում ենք, պարոն Զորիկյան, կուգան ու կերթան։ Ջիվանու ասած, ծմբրան օրերի պես, կուգան ու կերթան։ Իսկ այդ 100-150 հազար դրամը վիրավորական չէ, որ նախ առուծախի են վերածել ընտրությունները, բայց 100,000 դրամ են գնահատում իրենց պետությունը։ համար վիրավորական չի, ասեմ ինչու։ Որովհետև 1-2 ձայնագրություն լսեցի Facebook-ում ներկայացված նյութերից։ Ու այս մարդը, ով ըստ երևույթին թաղային հեղինակություն էր, դրա նման մի բան էլի, որ ինքնա որ կա հարց լուծող եւ այլն։ Այնպիսի մի բան ասեց,
մեջը հայհոյախոսություն կա, դրա համար չեմ կարող կրկնել, մոտավորապես իմաստը կասեմ։ Ասում եմ փողը տուր, ինչ ուզում ես արա։ Ամենակոպիտ ձևով։ Այդ այն մարդը, ով այդ թաղում հարց լուծող է։ Բայց քանի որ չգիտի, որ գաղտնա լսվում է, ասում է, իր էությունն է բացում, դիմակն է պատռում։ Հիմա այն մարդը, ով այսպիսի էություն ունի, առանց դիմակի այսպիսի տեսք ունի, իր համար պիտի ամոթ լինի 150,000-ը, թե 1.5 միլիոնը, թե չգիտեմ։ Ընդհանրապես ես չեմ հասկանում, ասենք, երբ հարց են բարձրացնում, ասում են, չեն էլ ամաչում 5,000-ով ձայն են ծա։ Ինչ էական է 5,000-ը, 500-ը, թե 500 միլիոն դոլարը։ Չէ՞ որ ծախվել է տարական պոռնկություն է։ Մի վաճառվեք։ Եթե այդ քայլին գնում եք, գոնե սիրելով գնացեք։ Հակառակ դեպքում բռնաբարված եք լինելու։ Այս տարական բաները ես հիմա այստեղ նստած պիտի ձեզ բացատրեմ։ Հայ եք, խելացի եք։ Հիշեք ով եք։ Այն որ կարդում եմ, չգիտեմ ճիշտ է թե չէ, որովհետև ֆեյքերը այնքան շատ են, հաճախ չես կողնորոշվում։ Իսկ արտացածս հետևյալն էր։ Պարզվում է, լավ չասեմ պարզվում է։ Կարող է այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Կարդացի, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները Ուկրաինայի պատերազմում ավելի շատ են զոհվել, քան բոլոր արցախյան պատերազմներում գումարային, որ վերցնենք մեր զոհերի քանակը։ Եթե սա ճիշտ է, սա աբսուրդ է։ Լրիվ աբսուրդ է։ Ես վերջի երևի 10 տարին նույն սոցցանցերով քանիցս դիմել եմ, վեր կացեք եկեք։ Վեր կացեք եկեք, քանդվելու է։ Մնալու եք այդ ջարդած տաշտակի առաջ քանդված փլված շենքի տակ, վեր կացեք եկեք, քանի ձեր ունեցվածքը գին ունի, կարող եք վաճառել։ Այդ չեն գալի։ Հիմա ինչ ասեմ։ Հետո որդին գնում է Ուկրաինայում զոհվում է։ Գնալուց 5 րոպե հետո։ Այդ ռազմաճակատ գնալուց 5 րոպե հետո զոհվում է։ Հիմա եմ ասում, վեր կացեք եկեք։ Մատաղ մի արեք ձեր երեխեքին։ Ինչպես մեր պատերին ժամանակին մատաղ արեցինք։ Ու դեմը ոչինչ չստացանք։ Պարոն Զորիկյան, նայել է հետաքրքիր, թե ինչու Ռուսաստանը չի հաշտվում այս նոր իրականության հետ, երբ կարծես թե Հայաստանը այսպես արդեն չափահաս է, ուզում է անկախանալ, ուզում է այդ վանդակից դուրս գալ, բայց իրենք ասում են, դե դուք ում եք պետք, դե դուք միակ բանը, որ կարող եք լավ անել, մեզ համար ծառայելն է, մեր վանդակում լինելն է։ Այսօր Ռուսաստանը ինչու չի կարողանում որևէ հարց, որևէ տեղ լուծել։ Չէ՞ որ մենք շատ լավ գիտենք, որ մեր հարցը չի կարողանալու լուծի։ Այդ ոչ թե նրանից է, որ զբաղված է Ուկրաինայում, որ չգիտեմ, թուլացել է, որ ոչ, որովհետև մենք գիտենք, որ չես կարողանալու լուծես։ Որովհետև մենք հռչակագիր ենք 90-ին, անկախության հռչակագիր ենք հրապարակել եւ այդ օրվանից փորձում ենք քեզնից պրծնել, ու վերջը պրծնելու ենք։ Ռուսաստանը այսօր ոչինչ չի կարողանում, որովհետև Պուտինի մտքում մնացել է այն խորհրդային միությունը, որտեղ կար հայը, ով էս ինչ տեխնոլոգիաների պատասխանատուներ, ինքնաթիռների, ասենք, շատ են, որ թվարկես, որովհետև կար ուկրաինացին, հրթիռաշինության եւ այլն մասնագետների, որովհետև կար մյուսը, այսօր մենք այնտեղ չենք։ Դրա համար էլ ուզում եմ հետ բերի։ Եվ պարոն Զորիկյան Բայց արդյոք մեզ պետք է այդ սեփականատիրոջը, այդ սեփական տան տիրոջը հարկավոր է շուն, որ հսկի իր տարածքը, իր տունը։ Բայց մեզ պետք է որ տանեն կապեն այդ դռանը ու մենք հսկենք իր կալվածքը։ Դրա համար ես առաջարկում եմ, որ մենք հիշենք, որ մենք ոչ թե շուն ենք,
Հիշեք, որ այդ շները առաջացել են գայլերից։ Զգանք այդ գայլի արունը մեր մեջ, այդ ազատության տենչը, ուսանատակ չպարկենք, չփորսողենք։ Ու եթե ողջունենք առաջնորդին։ Ոչ թե չոբանին կամ չգիտեմ այնտեղ վարժեցնողին, ով ասում է սիձեց։ Մի խոսքով վերադառնանք արմատին։ Ամենակարևորը հիշենք, որ մենք խելացի ենք։ Պարոն Զորիկյան, հաճելի է իհարկե, քանիցս նշեցիք, որ ինչքան խելոք ազգ ենք մենք, ինչքան խելացի ենք։ Երմեջան, դու ինչքան լռում ես, ես այնքան ինքս ինձ բորբոքվում եմ, ինչի համար ներողություն եմ խնդրում եւ քեզանից եւ մեր դիտողներից լսում։ Դուք այնքան սիրուն մտքեր եք ասում, որ ես հաճելիորեն լռում եմ, երբեմն լռելը շատ ավելի ճիշտ է, քան խոսելը։ Պարոն Զորիկյան, վերջին շրջանում այսպես քաղաքական էլիտա հռչակած ուժերը իրենց ամեն ինչ թույլ են տվել։ Նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, էլ ժեղ, էլ թուրք, վերջերս օրինակ Հայաստան Դաշինքի падգամավորներից մեկը ասում էր, մեծ սիրո մասին։ Այդ տերը շանը, որ քացով sense խփում է, կողքից որ ասում են, լսի, մեղ կա չէ, ասում եմ իմ շունն է, ինչ կուզեմ կանեմ։ Լավ, էլի քո շունն է, բայց խես քացով խփում։ Որտեվ ասեցի, սիձեց չնստեց։ Հիմա ինքը իրեն տերը, չգիտեմ ինչ էլի։ Այ եթե մի քիչ քաղաքակիրթ լիներ, թեկուզ, որտեվ եղել են գաղութներ, ովքեր եղել են քաղաքակիրթ հատվածի, մոլորակի քաղաքակիրթ հատվածի ձեռքի ներքո են գաղութ եղել։ Իրենք օգտվել են։ Որտեվ այդ ժամանակ, երբ որ ես հիմա չգիտեմ, տերը վարժեցնող ասենք, հա, որտեվ տերը երևի ավելի բարձր է։ Եթե քաղաքակիրթ է, վերևից ասում եմ, չի կարելի։ Այդ շունն էլ իրավունք ունի, եւ այդ իրավունքները պիտի պաշտպանված լինեն։ Եվ ի վերջո դու վարժեցրու, որովհետեւ ինձ պետք է։ Ինձ պետք է, որ այդ շունը լսող լինի, ասես նստի, ասես պաշտպանի, ասես հարցակվի։ Բայց ինքը իրավունքներ ունի։ Ու դու վարժեցնող իրավունք չունես, քացով խփես, կերը ժամանակին չտաս, եւ այլն։ Իսկ եթե տերը անկիրթ, ինչ ասեմ, ալկաշ, մի խոսքով տագետ, իր նման մեկն էլ վարժեցնողն է։ Վերևից ասում է, տենց որ խփես չի լսի, բա ինչ կանի։ Ոտերից մեկը պոկի։ Տես ոնց կլսի դրանից հետո։ Պարոն Զորիկյան, վերջում ցավոք պիտի նորից հետ վերադառնամ, երբ օրերս երկրորդ նախագահ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինքը կարող էր մեկ զանգով կանգնեցնել պատերազմը։ Արդյոք սա վատ դրության մեջ չի դնում իրեն հարց, թե ինչու չի արել դա, եւ հասկանանք նախագահ, որի ժամանակ տեղի ունեցել մարտի 1-ի իրադարձությունները, ինչու մեկ զանգով կամ այդ հրամանը արձակել չարձակելով չկանխեց մարտի 1-ը, եւ հիմա խոսում է այն մասին, որ ինքը օրինակ եթե լիներ պատերազմ չէր լինի, ավելին ինքը մեկ զանգով կարող է նման կրիտիկական իրավիճակներից երկիրը դուրս բերի։ Ախր մենք տեսել ենք 99 թվականի հոկտեմբերի 27 եւ մարտի 1։ Առաջարկում եմ ուղղակի թերթենք այդ էջը։ Այդ էջի վրա այդ նախագահի այդ մարդու խոսքն է գրած, ես կարող էի, ես հնարավորություն ունեի, եթե ուզեի, առանց պատասխանելու, առանց կռիվանելու, նման բան մեզ պետք չի։ Որ եթե ինչ-որ մեկը կարող էր ու չի արել։ Այս էջը պիտի թերթենք։ Վերջ, քո կառավարումը տեսել ենք, այսենց գոհենք։ Դու վերադառնալու տարբերակ չունես։ Դրա համար ուղղակի թերթում ես էջը, մնաց այնտեղ։ Հիմա այն էջերը, առայժմ թերթած էջերը, շատ են։ Բայց հասնում են գրքի վերջին։ Հեսա դուրս են գալու այդ վանդակից։ Դրա համար են մի քանի էջը գրենք, այսօր գրենք, լրացնենք եւ հաշվենք այս գիրքը կարդացած։ Ինչի հետևանքով փոքր ինչ էլ խելոքանանք, խելացիանանք։
Պարոն Զորիկյան, մեկ ֆենոմեն էլ կա, որի մասին կուզենամ խոսենք, դա եկեղեցու վերնախավն է, ղեկավարությունը։ Երեք մենք տեսանք, որ Գարեգին Բն կրկին ասուլիս էր հրավիրել մի քանի լրագրողների համար եւ հարցերի էր պատասխանում։ Այդ հարցերում երկրին, ազգին առնչվող, հայ ժողովրդին առնչվող որևէ մտահոգություն չկար։ Մտահոգությունն այն էր, թե ինչպես է վարվելու Գարեգին Բն, եթե այս իշխանությունները վերընտրվեն եւ ինչպես պնդում էր անում, ապօրինի սկսեն հետապնդել կաթողիկոսին։ Հասկանանք ինչու այս տարիների ընթացքում այդ բոլոր արհավիրքների մասին, որոնք մենք խոսեցինք, որոնց մասին դուք մատների վրա թվարկեցիք, մենք չենք տեսել կաթողիկոսից այդ աջակցությունը, այդ խոսքը, այդ կարևոր աղոթքը, մխիթարանքը եւ միայն հիմա քաղաքական տեքստերով հանդես եկող Գարեգին Բն, որը օրերս նաեւ օլիգարխիայի տանն էր եւ նրան աջակցում էր, հիմա խոսում է իր անձնական շահերի կամ կոպիտ է կարող է հնչում, բայց սեփական կաշին փրկելու մասին նախընտրական այս փուլում։ Այս ժողովրդավարության լավ կողմերից մեկը, գուցե առաջի լավ կողմը հենց դա է, որ նման բաները հասանելի են մեզ, որ մենք իմանում ենք։ Ես էլ այդ ամեն ինչից օգտվելով ձեր տաղավարում կարողանում եմ, դուք էլ չեք կտրտելու, այսինքն եթե մինչև այս ամեն ինչը իմանալը ինչ որ պատկերացում է եղել կոնկրետ կաթողիկոսի մասին, դա եղել է կտրտած մոնտաժած հարցազրույցը, դա եղել է այդ գրիմը, այն չգիտեմ ինչը, այն մնացած ատրիբուտները, որը ստեղծել է ինչ-որ մի, չնայած այդ ժամանակ էլ չէ որ բազմաթիվ դեպքեր են եղել, որտեղ մեր ժողովուրդը, մեր ազգը, աշխարհասփյուռ հայությունը, չէ որ նա ամենայն հայոց կաթողիկոսն է, կարիքն ուներ իր խոսքի, բայց այդ նույն վարժեցնողի նման են իրենց պահում։ Եթե խոսք են ասում են կանիծենք ձեզ։ Եղբայր, ամբողջ աշխարհը անիծում է մեզ, մենք էլ քո հոտի ներկայացուցիչներն ենք։ Եթե դու էլ մեզ պետք է մորթես, մեզ մսագործ հարկավոր չի։ Իդեպ հաճախ նորից սոցիալական ցանցերով դիմում եմ, որ երբ մենք ուղղակի կոչ եմ անում, որտեղ ուրիշ կերպ ես չեմ ոչ կարող եմ ստիպել, ոչ կարող եմ ինչ որ ձև համոզել, խնդրում եմ, որ մանավանդ քաղաքականության մեջ քաղաքականության մարդիկ, հա, ովքեր զբաղվում են կոնկրետ այդ աշխատանքով, մի ասեք այս երկիրը, որտեղ այս երկիրը Կրեմլից է ծնվել, այս երկիրը, այս ժողովուրդը, այս երեխեն, այս բանտարկյալը, ասեք մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր ազգը, քանի մենք չենք ասում դա, մենք չենք անկախացել։ Այո, ամեն ինչ այստեղից է։ Սրտով մտածել։ Մեր երեխան, որտեվ Կրեմլի համար այս երեխեն, որ գնում է 5 րոպե հետո ուկրաինական ճակատում մահանում է, իր համար այս երեխեն, այս ազգը, այս ժողովուրդը, մեզ համար պիտի լինի մեր երկիրը, մեր երեխան, մեր ծնողը, մեր հիմա ուրիշ բան հումորիստները սարքեն, ի վերջո թող սարքեն, դա էլ է, մեր հումորը։ Մենք էլ հետո կհպարտանանք, որ այսպես հումորիստներ ունենք, որ այս ձևի կարան աշխատեն։ Մեր հարցազրույցը։ Պարոն Զորիկյան, չարաշահելով թե ձեր ժամանակը, թե մեր ունկնդիրների ժամանակը, վերջում շատ կարճ, ինչի մասին են այս ընտրությունները, ամբողջ զրույցը մեր դրա մասին էր, շատ է խոսվում այն մասին, որ սա պատերազմի ու խաղաղության մասին է, կամ ընտրում եք խաղաղությունը կամ պատերազմը, բայց ըստ ձեզ ինչի մասին է այս ընտրությունը եւ այդ երկընտրանքը որն է։ Ինչ ուզում են անվանեն, էական չի։ Չէ որ այդ անվանումները անկախ լինել գուբերնիա, խաղաղ ապրել, թե պատերազմել, հանուն ինչի,
Էական չի։ Այս պարագայում էական չի, ինչպես անվանենք։ Մենք գործընթացը սկսել ենք 18-ին, 18-ին։ Դեռ 88-ին պիտի սկսվեր, նույնիսկ ոչ թե 90-ին։ Առաջի ցույցերը կոչվում էին մաքուրոտ։ Ես մասնակցել եմ այդ ցույցին։ Մինչև լույս շրջեցինք ու պահանջում ենք, ես կյանքում չէի տեսել տենց բան։ Չէ որ իմ սերունդը 3 հոգի հավաքում ենք Անի հյուրանոցի առջևում, ռուս ազգությամբ ռուս ոստիկանները գալիս բռնում են։ Հա մեղմացավ, այդ ոստիկանը այսօր ռուս չի, հայ է։ Ասելիքս ուրիշ բանի մասին է։ Հազար բան անց է մեր գլխով։ Երբ պետք է բառացիորեն մի 10 րոպե, կես ժամ նստել, այն ինչ որ ասեցի, այս կես ժամ 40 րոպեի ընթացքում, մի հատ խմորել, մի հատ մտածել այդ ամեն ինչի շուրջ։ Նույնիսկ եթե ուզում ես Քոչարյան ընտրես, բայց սկզբում մի հատ մտածիր, որովհետև ես համոզված եմ, որ մտածես չես ընտրի։ Պետք է վախենալ, պարոն Զորիկյան, այս ընտրություններին գնալուց։ Վախենալ պետք չի։ Պետք էլ չի կախվել այդ վերնագրերից, ինչպես անվանենք, ոնց անվանենք։ Այդ ամեն ինչը էական չի։ Մենք պիտի հասնենք ավարտին։ Կարծում եմ արդեն հասցրել ենք։ Այն որ ասեցի, այդ օլիգարխը, քանի որ էստեղ է, դա նշանակում է մենք անկախ ենք։ Որովհետև Ռուսաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրության մեջ է իր քիթը խոթում։ Չէ՞ որ դա գիտենք։ Բա մենք ուզում ենք Հայաստան, իսկ ինչի է խոթում, գիտեք։ Որովհետև Ամերիկան անկախ ազատ պետություն է, դրա համար է խոթում, որի ազդեցությունը ունենա։ Լավ էս ամեն ինչը բացատրել է պետք։ Չէ՞ որ բոլորը զգում եք, որ անկախ ենք, ազատ ենք։ Դրա համար են ուղարկում օլիգարխին, մյուսին, տեղացիներին են ոտի հանում։ Այդ գործակալական ցանցը ամբողջ։ Ժամանակին դրա կարիքը չկար, որովհետև ամբողջ վերնախավը գործակալ էր։ Այն ժամանակ մեր պապերը մեդալները կախած զնգրտացնում էին պարադների ժամանակ։ Հիմա էլի կմեղադրեն։ Այո, մեր պապերը այդ արել են, որովհետև մեզ խոսք էին տվել։ Մենք չենք գնացել Կրեմլի համար զոհվելու։ Մեր պապերը այդ արել են կոնկրետ բանի համար, բանի դիմաց։ Այդ գինը տվեցին։ Իսկ Կրեմլը խաբեց հերթական անգամ։ Ու դրանից հետո նորից խոնարհվեցինք։ Հիմա ինչ եք ուզում։ Նորից գնանք խոնարհվենք։ Ես այն ժամանակ եմ խոսել, այսօր եմ խոսում, վաղն եմ խոսալու։ Եթե նույնիսկ բոլորդ խոնարհվեք։ Շնորհակալ եմ, պարոն Զորիկյան, շատ էմոցիոնալ զրույցի համար։ Ներողություն եմ խնդրում, չափից ավելի, գուցե ոչ երեթերային ձայնս բարձրացնելու համար, բայց մասնակցեցի հաճույքով, զրուցեցի, կարծում եմ ինչ որ մի բանի կծառայի։ Շնորհակալ եմ շատ, պարոն Զորիկյան։ Լավ մնաք։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս երգահան Էդուարդ Զորիկյանն էր, կհանդիպենք։